Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին, մեկնաբանությունների դաշտում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը, որին ցանկության դեպքում եւս կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն։ Վենսի այցը Երևան եւ Բաքու, եթե ընդհանրական զուգահեռներ տանենք երկու մայրաքաղաքներում ձեռք բերված պայմանավորվածությունների մեջ, որն էր առավել գերիշխող, թե այնուհանդերձ յուրաքանչյուրի համար ձեռք բերվածը կարևոր էր տվյալ պետության համար։ Դե սենց ասեմ, ինքը ցավոք սրտի իրավիճակը փոխվել է եւ չնայած Բայդենի ադմինիստրացիայի օրոք մենք ձեռք էինք բերել սուբյեկտություն եւ ստացել էինք առանձին տրեք հարաբերություններ ստեղծելու ԱՄՆ-ի հետ, Տրամպի ադմինիստրացիան նորից վերադարձրեց եւ հավասարության նշան դրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դրա համար առանձնապես տարբերություն չկա, իրանք այլևս չեն դիտարկում։ Եթե Բայդենի ժամանակ մենք կարողանում էինք առանձին օրակարգ առաջ քաշեինք եւ այդ ռազմավարական խարտիան եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մեծ հաշվով են ինչ-որ հիմա խոսում ենք ամբողջը ձեռքաբերվել Բայդենի օրոք։ Սա մեր այն ժամանակվա ձեռքբերումն է եւ ասենք Նենսի Պելոսին գալիս էր մարտով մեծ հաշվով երրորդ մարտն էր ԱՄՆ-ում եւ Հայաստան էր գալու չէր գնում Ադրբեջան, դա տալիս էր մեզ սուբյեկտություն։ Հիմա ցավոք սրտի սուբյեկտություն չկա եւ Հայաստանը կրկին դիտարկվում է ստորակետով, ավելին այս տրիպի շրջանակներում նաեւ այդ ավստրիական ընկերությունը, որ ձեռքաբերել Լիգան, որ ասում են թե ինքը պետքա զբաղվի ապահովագրությամբ, այդ հարցը որ բազմիցս քո եթերում եմ բարձրացրել, բարձում ատեղել այդ սիկվադրանտը որպես այդպեսին Բիզդինա Իվանիշվիլիի հետ անմիջական կապեր ստեղծված, այսինքն Հայաստանի սուբյեկտությունը, Հայաստանը իր ամենակարևոր ռեսուրսը, որը ուներ, ոչ միայն էժանով տալիս է, այլ նաև բաշխում է այդ ռեսուրսը ոչ մի բանի դիմաց Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, այսինքն ցավոք սրտի շարունակվում է նույն խորհրդային միության նանը, որ մենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր ունեցվածքը ամեն ինչը կիսում էինք հարևանների հետ։ Էսա ցավոք սրտի էսա ինչ մենք ունենք։ Դրա համար թե Վենսը ինչ ասեց, Վենսը էլի ինքը քաղաքական առումով Ամերիկայի Միացյալ Նահանգներում փոխնախագահան դա մարդը, ով պետք է պաշտոնը զբաղեցնի, երբ նախագահի հետ մի բան լինի, ինքը քաղաքական միավոր չի։ Ինքը չունի, Վենսը անձամբ ունի երևի ինչ-որ կշիռ, որտեղ ինքը այսպես կոչված տեխնոֆաշիստների ներկայացուցիչն է, հա, Մասկի, Թայլի, մնացածի Հարավային Աֆրիկայում ծնված մեծացած այդ ֆաշիստական դրսևորումներով մարդկանց, բայց ինքը իրանով ամերիկյան համակարգում, որ տենց նայես, փոխնախագահան ոչ բան չի անում։ Ինքը այնտեղ ուղղակի հանգարց նախագահի մի բան լինի, որ ինքը զբաղեցնի պաշտոնը եւ ինքը նստում է սենատում, այն պարագայում երբ ձայները հավասար են, ինքը մեկ ձայնի իրավունք ունի, որ այդ 50-50-ի դեպքում ինչ-որ մեկին պլյուս մեկ ձայն տա վերջ։ Վենսի եւ Վիտկոֆի եւ բանի բոլորի ովքեր որ զբաղվել են այս հարցով կամ ովքեր որ հիմա զբաղվում են Կուշներ, բան, իրանց կշիռը ամերիկյան պետական համակարգում պայմանագրային շատ ցածր է, եթե ընդհանրապես կա, օրինակ Կուշները ընդհանրապես ոչ մեկը, անձը, անհատը։ Հիմա մենք փաստորեն ինչ որ անհատական համաձայնությունների շնորհիվ անհատական համաձայնություններով փորձում ենք ինչ որ երկարաժամկետ պլանավորում իրականացնել, Ադրբեջանը այդ ընթացքում առնում է 300 հատ 120 մմ-անոց շարժական ականանետ։ Ասենք հենց հիմա, բայ հենց հիմա Սլովակիայի հետ կնքել այդ պայմանագիրը, այդ ում դեմա դա չես կարող, Նիկոլը երևի կարող բացատրել։ Ես գիտեմ, բայց Նիկոլը գիտի արդյոք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 99 տարով կարողացել են գծել Հայաստանի հարատևության պլանը։ Աննախադեպ մի բան։ Լսել եմ այդ բանը, ինքը չի գծել հարատևության պլան, ինքը impeachment-ի եզրին գտնվող ամերիկյան ադմինիստրացիայի կողքը կանգնած
անհատների, ընդ որում կոռումպացված անհատների, եթե խոսքը Վիչկոֆի եւ Կուշների մասին է, սրանց գործունեության շնորհիվ փորձում է թոզ փչել Հայաստանի բնակչության աչքերին, թոզ, այսինքն փոշի, չնայած հասկանում եմ բոլորս ինչի մասին է խոսքը, ոչ այս ադմինիստրացիան 99 տարվա հնարավորություն չունի եւ չի լինելու, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հենց հիմա հրապարակվող հարցումները ցույց են տալիս, որ Տրամպի ադմինիստրացիան պատմության մեջ ամենացածր վարկանիշը ունի եւ իր ոչ միայն impeachment-ի, այլ կրկնակի քրեական գործերի հարցումը իր դեմ ընդհանրապես այլևս հարց չի, հանրապետականների շրջանում գործում է կարծիք հիմնավորված կարծիք կա, որ նրանք ընտրությունների չեն գնալու, այսինքն մեծ հավանականությամբ ներկայացուցիչների պալատում Տրամպը կկորցնի մեծամասնությունը, դա նշանակում է, որ ինքը ֆինանսավորում չի ստանա, դա նշանակում է, որ ներքին պալատը սկսել է շատդաունների քաղաքականությունը եւ ամեն կերպ կասեցնելու է Տրամպի ադմինիստրացիայի գործունեությունը, այնտեղ ստուգումներ, քրեական գործեր եւ այլն, այսինքն Ամերիկային տենց տուրբուլենտության բավականին երկար ժամանակահատված է սպասում։ Բայց այս ճանապարհը Ամերիկայի շահերից չի բխում, անկախ նրանից ով կլինի Իսրայելի շահերից, որովհետեւ Ռուսաստան, Իրան, Չինաստան շրջանցելու Ամերիկայի շահերը չի, դա Ամերիկայի շահերը գործում են այնտեղ, որտեղ կա ամերիկյան կապիտալ, ամերիկյան կապիտալը, որի մասին բանա, որը տարածաշրջանում կա, ինքը բավարար գումար չի գեներացնում, հետո տարածաշրջանը մեծ հաշվով ինքը Եթե իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հակաեվրոպական քաղաքականություն են վարում եւ Եվրոպայի հետ մտնում են կոնֆլիկտի մեջ, Եվրոպայի հետ կոնֆլիկտի մտած Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջանում ոչ մեկ են։ Ես լսեցի, որ Նիկոլ Փաշինյանը ասում է աշխարհի ամենահզոր գերտերությունը, բայց աշխարհի ամենահզոր գերտերություններն են սահմանափակումներ ունեն, մասնավորապես ամենահզոր գերտերությունը Մոնրոյի դոկտրինը առաջ քաշում եւ պետք չի մարդկանց խաբել եւ ասել այն ինչը չկա, որպեսզի կեղծ սպասումներ չառաջացնել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ կերպ այս տարածաշրջանում պետականորեն չեն մտնում։ Գոյություն ունի ինչ որ ընկերություններ, որոնց մի մասում հայկական ֆակտոր կա, իրանք փորձում են անել, Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի շահերից բխող քաղաքականություն վարելով վերցնում են տրիպը, ընդ որում ինքը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նույնիսկ երկաթգծի մասին խոսք չկա, որովհետև ինքը այդ երկաթգիծը խնդրել է, որ ռուսները վերականգնեն, ռուսները պարզա չեն վերականգնի, բայց ժամանակ կձգեն, իսկ եթե հենց հիմա Փաշինյանը չսկսի այդ երկաթգիծը չհանձնի կոնցեսիան եվրոպական ընկերության ինչ որ կամ ամերիկյան, չնայած ամերիկյանը չի կարա, եվրոպական պետք է լինի ընկերությունը, որը երկաթգծի նույնիսկ ուղին կփոխի, կբերի 1400 մմ-ի 1600-ի փոխարեն, այսինքն եվրոպական գծի, որպեսզի Կովսական, Մեղրի, Օրդուբադ, Նախիջևան, Երաս, Ախուրի գիծը ամբողջությամբ լինի առանց այդ ապրանքների բազմամոդուլային չլինի, կարճ ասած այդ գծի կոլիայի փոխելու հարց չլինի, վագոնները չփոխեն, որ մի շարժով գնա։ Եթե դա չապահովեց, իսկ ինքը դա չի պատրաստում ապահովել, ինքը Ռուսաստանին ասում է մի քանի կիլոմետր կառուցի, դա կեղծ դրվագ է, ինքը նորից խափում է, նորից մանիպուլացնում է եւ խափում ասում է։ Մենք Ռուսաստանին ասել ենք, Ռուսաստանին ասել ես, Ռուսաստանը դա կանի իր սեփական ստանդարտով, իսկ իր սեփական ստանդարտով դա պետք չի, դա պետք է արվի համապատասխան արևմտյան ստանդարտով, որպեսզի երկաթգիծը գործի առանց փոփոխությունների։ Ինչ է ռուսական ստանդարտով այդ ամեն ինչ անում, ում է դա պետք։ Այսինքն ինչ ենթադրում ենք, որ Ռուսաստանի հետ ինչ որ բաներ են լինելու, որ Ռուսաստանին հարմար լինի այդ երկաթգիծը օգտագործել, դա պետք է լինի այնպես, որ Ռուսաստանին հարմար չլինի այդ երկաթգիծը օգտագործել։ Որովհետև այն կտորը 42 կիլոմետր ստեղծվում է ամերիկյան կոպիտ ասած ուժերով եւ ինքը ստեղծվում է ամերիկյան ստանդարտով։ Եվ իրանք հիմա Կարս Նախիջևան նոր երկաթգիծ են կառուցում, ընդ որում մերի հենց կողքով Արաքսի մյուս ափով, հետեւաբար մեր ամբողջ երկաթգիծը վարի է գնում, մենք այլևս ոչ մեկին հետ չի։
Այս ամբողջ պատմության մեջ ես չեմ հասկանում քոթոթի հրճվանքը, այդ որ տենց շանթուրի պես տենց ուրախ վազվզում են Վենսի ցանկացած քայլ սկսած դուք շատ գեղեցիկ երկիր եք, այսինքն մարդը եկել է մի երկիր, ինչ կապ ունի գեղեցիկը գեղեցիկ չէ, ռազմավարական համագործակցության խարտը ունես ստորագրած։ Տուրիստ չես եկել է շատ գեղեցիկ երկիր է։ Սկսած դրանից վերջացրած նրանով, որ Ծիծեռնակաբերդ գնում է, Շանթուլափայ գնում է ցեղասպանություն բառը, հետո նստում է ինքնաթիռ ջնջում է։ Ամբողջ պատմությունը Վենսի եւ Տրամպի ադմինիստրացիայի, որոնք կոչվում են տակո, հենց այդ է։ Ստախոս, դատարկ, փուչ, Դա ինչ է նշանակում ցեղասպանություն բառը օգտագործել, հետո հեռացնել գրառումը, նշելով, որ այդ հրապարակումը արել է աշխատակազմի այն անդամների կողմից, որոնք չեն ուղեկցում փոխնախագահին։ Դե, բայց պրոտոկոլով դա այդպես է։ Դա Հայաստանի հանրահավաքարքն է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Բայդենի օրոք ճանաչել են ցեղասպանությունը եւ այդտեղ պետք է հարց չլինի։ Իսկ դա մեծ հավանականությամբ նշանակում է նույնը, որ ոչ Արգարժան լրագրողը, ոչ էլ ոչ մեկ Նիկոլին տենց էլ հարց չտվեց, որ Ամերիկայի դեսպանը Հայաստանի Հանրապետությունը։ Եվ իսկ կասկած կա, որ Հայաստանում դեսպան չի լինի եւ այն Բարադին, բարակը, որը նստած անկարայում, որը հայերեն կոչվում էր ցեղ, այն որ ասում էր ցեղային ինչ-որ բաներով ինքն է կատարելու այդ գործառույթները։ Եվ դա նշանակում է, որ Հայաստանի շահերը զրոյական նշանակություն ունեն Տրամպի ադմինիստրացիայում։ Պարզ է, որ այդ ցեղասպանության վերաբերող տվիտը հանել են Իսրայելի պահանջով, Իսրայելի եւ Թուրքիայի։ Ակնհայտ է։ Ընդ որում ոչ այդքան Թուրքիա, ինչքան Իսրայելը։ Նիկոլես որ ասում է, բանի Էրդողանին հարցնում եմ, ինչ ես երկաթգիծ սարքում, եթե իմ մոտ կա, ինքը դիվանագիտորեն լռում է։ Լուրջ։ 8 տարվա վարչապետ ես, մինչև մը չես հասկանում, ինչի է կառուցում, որ քեզ ոչնչացնի։ Լավա չի հարցնում Ալիևին, ինչի համար ես կործանիչ առնում, կամ 300 հատ ականանետ 120 մմ-անոց։ Ինչ ասում իրան, ինչ պետք է ասել։ Այսինքն այս ամբողջ աղմուկը ոչ մի բանի մասին։ Ես ինչ-որ հետախուզական ԱՏՍ-ները 11 միլիոն դոլարի, որ բերելու է ԱՏՍ-ն, այ շնորհակալություն հարցի համար, Նարաջան, ժամանակը խնենք, մի անգամից ասեմ։ Ուրեմն դրա այս վրեն գրածը 400, ենթադրում եմ 3-րդ սերունդն է, չնայած այդ 400-ի մասին հələ տեղեկություն չկա։ Ինքը փաստացի կա Իրանից առաջ կա 360 ու մի հատ 120։ Այդ 120-ը, որը կա, ամենաառաջի սերունդը, իր շուկայական գինը 25 միլիոն դոլար է մեկ միավորի դիմաց, որը ներառում է ԱԹՍ-ն, կառավարող համակարգը, վերանորոգման բրիգադը եւ տարիների ընթացքում ծրագրային ապահովության նորացումը։ Հայաստանին, ըստ ամենայնի, տվել են 11 միլիոնով մի հատ է, այդ մի հատն է, որը եղել է անդեմ։ Չկա։ Եթե միավորի գինա ֆիքսած 11 միլիոն եւ Հայաստանը պատրաստվում է 10 հատ առնել, ցավում եմ, Հայաստանի պարագայում մինիմալը 36-ն է, որ մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք 24/7 ապահովենք մեր սահմանների վերահսկողությունը եւ պոտենցիալ հակառակորդի կամ հարևանների ինչ-որ օպերատիվ խորհրդան, ինչ օպերատիվ, մարտավարական խորհրդությամբ ինչ-որ վերահսկենք ինչա կատարում, էլ չասած, որ եթե խոսքը վերաբերում է ճանապարհներին, մեր տարածքով անցնող մեքենաներին վերահսկելու, դա առանձին պատմություն է, որտեղ դրանց թռիչքային ժամանակը այդքանի ակեն չի, մոտավորապես կիլոմետրաժ 500 կիլոմետր, իրանք 500 կիլոմետր են տնում։ Այսինքն այդ թակ մի հատիկը, որը կա, ինքը հարց չի լուծում։ Ու այդ թակ մի հատիկը, որ տվել են, որ այնտեղ կախել է, 99% հավանականությամբ դա անմիջականորեն այդ 42 կիլոմետրի համար է։ Այսինքն տրիպի հիմիկվա այդ վերևից նկարահանումներ ապահովելու, որպեսզի այնտեղ շինարարական աշխատանքներ, բնապահպանական հարցեր եւ այլն, դրա համար է, որովհետեւ Հայաստանի համար մենք հիշեցնում եմ ունենք 1200 կիլոմետր ճակատ։ Քանի խաղաղության պայմանագիր չկա, դա կոչվում է ճակատ, առաջնագիծ։ Այդ առաջնագիծը 1200 կիլոմետր է։ 1200 կիլոմետր 24/7 ապահովելու համար
մեզ պետք է 18 մշտապես օդում եւ ցանկալի է 18 էլ զապաս կոպիտ ասած, որ եթե մեկը ընդերից փչացավ, դա բարձրն է։ Այսինքն 36 հատ մեզ պետք է։ Այս իրականությունն է, որը ոչ մի կապ չունի այն նրա հետ, ինչ որ ասում եւ անում է Նիկոլ Փաշինյանը։ Ես նորից ասեմ, օրինակ D30 են առնում, բան են անում, հա, то есть դա նրանք D30 են առնում, ադրբեջանցիները 120 mm-անց ականանետ։ Դրանք նույնն են։ Բայց ադրբեջանցիների ականանետը ավտոմեքենայի վրա է, այսինքն իր շարժվելու արագությունը 70 կմ/ժ։ Իսկ այդ D30-ը քարշակ է, մեկը պետք է գա կպցնի, անի։ Այսինքն ամբողջ դիլետանտությունը, որը կար, հիմա թաքնվում է խաղաղության մասին խոսակցությունների հետևում։ Թե չէ մնացածը սա նույնն է, ինչ տալ, բան չի։ Իսկ տեխնոլոգիաները ամերիկյան մոդուլային ռեակտորների մասին է խոսքը, սա չի նշանակում, որ ամերիկյան այդ մոդելի ատոմակայանները կկառուցվեն Հայաստանում, սա ձեռքբերում է Դրա մասին խոսակցությունը գնում էր դեռ 22 թե 23 թվականին։ Եթե չեմ սխալվում, 22-ի վերջ թե 23-ի սկիզբ ես նույնիսկ USAID եւ բանի ներկայացուցիչների հետ բաց քննարկում էր, ես մասնակցել եմ։ Մոդուլային յուրաքանչյուրը քանի մեգավատ ժամ, քանի հատա պետք, ես էլ հարցնում եի, ասում են, չէ, այդքան քիչ վերցնում, ասում են, ձեր կառավարությունն ասել, մեր Գրիգորյանն ասել, որ այդքան է մեզ պետք, 3 հատ են ուզում են ժամանակ։ Այսինքն դա ոչ մի նոր բան դրանում չկա եւ բայց կարող գործընթացը չշարժվեր տեղից եւ դրանք չլինեին։ Ну 100 այդ 1 2 3 բանը 25 թվականի հունվարին արդեն պատրաստ էր ստորագրության։ Իսկ ով ասաց որ շարժվում է։ Դե հայտարարեցին բանակցությունների ավարտի մասին։ Այո, բանակցությունների ավարտը տեղի է ունեցել վաղուց, նոր չի տեղի ունեցել։ Վաղուց։ Այդ պատրաստ էր ստորագրության մոտավորապես այն ժամանակ, երբ բանը ինագուրացիան երթունակալությունը Տրամպի տեղի ունեցավ։ Ну 1.5 ամսվա տարբերությամբ։ Այսինքն ինքը վաղուց պատրաստ թեմա է։ Okay, բանակցությունները ավարտվեցին, հիմա Վենսը ասում է 4 միլիարդ կտանք, հետո 9 միլիարդ կտանք, ինչ տեխնոլոգիա, այդ մոդուլային ռեակտորները ոչ միտեղ չեն գործում։ Այսինքն դա նենց չի, որ դա գործող տեխնոլոգիա է, ոչ, դա բերվելու է Հայաստանում դրվի, իրանք պետք է գան ստուգեն, տեսնան նորմալ աշխատում, որտեղ բաց թողումներ կան, բաներ կան, դրա համար են այդ ներդրումները, մեծ հաշվով այդ ներդրումներից Հայաստան ոչինչ չի գալու։ Իրանք մասնագետների գումարն է, տեղափոխման գումարն է, բանի ուրանի գումարն է, որ իրանք մոտից պետք է առնեն, իրանք իրանցից են առնելու։ Այսինքն այդ այն պատմությունն է, որ ոնց որ բաներ Ուկրաինային մի պահ կար տենց, որ 50 քանի միլիարդ փող էին տվել, վերջում հաշվեցին, բարձվեց բուն Ուկրաինային այդ 50 քանի միլիարդից 2 միլիարդ էր ասել, մնացածը ամերիկյան համակարգում պտտվում էր։ Այդ նույն պատմությունն է, այդ 9 միլիարդը Հայաստան չի գալու։ Չէ, հնայի մեջ կարան գրեն։ Երևի, այն էլ չգիտեմ, ստեղ կստացվի դրա բանը թե ոչ։ Այդ ոնց որ Տրամպի ուղու ներդրումները առաջին ներդրումը եղավ Վաշինգտոնից Կալիֆոռնիա փոխանցեցին, ասեն այդ 150 միլիոն արդեն ներդրում են կարել, դուք տեսեք ինչ է կանում։ Այդ ինչ որ ընկերություն է, որը ասենք ինչ-որ պետք է թուղթ գրեր էլ։ Այսինքն դուք մի սպասեք, որ Տրամպը, որը սեփական մորը եւ աղջկան կծախի $1 համար, առավել եւս իր ադմինիստրացիան, որը $1 համար չէ, 50 ցենտի համար կծախի, որտեղ իրանք արդեն ծախվել են Տրամպին, իրանք ավելի իժն են։ Իրանք Հայաստանում ինչ-որ ներդրում են անելու, չի լինելու ներդրում։ Եթե Կուշները արեց ներդրում, դա նշանակում է, որ ասենք այնտեղ 300 հատ Մոսադի լրտեսա կանգնացնելու, որ պարզ ինչ-որ մի պահի մեջքից ձեզ մորթեն, всё, ուրիշ բան չկա։ Բացառվում է Տրամպի ադմինիստրացիան այսօր տարածաշրջանում, Իսրայելից բացի ոչ մեկի շահերը չի պահում, չի պահելու, երբեք մոռացեք, չկա տենց բան։ Բացառվում է տենց բան։ Այս ֆոնին Գալուզինը հայտարարել է, որ Ռոսատոմը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում սկսել նախագիծ իրականացնել ատոմակայանի կառուցման հետ կապված, նշելով, որ ապահովությունը արդեն փորձված տեխնոլոգիաներ եւ ֆինանսական տեսանկյունից դաշտը իրենց ծանոթ է։
Ռուսաստանի այս ակտիվությունը այդ դեպքում ինչի համար է, եթե սա իրատեսական չէ։ Ռուսաստանը եւ Ռոսատոմի եւ ՌԺԴ-ի, այսինքն երկաթգծերի մակարդակով պատժամիջոցների տակ է։ Դա Ռուսաստանը ոչ մի չի կարող անել։ Նույնիսկ մեկ ցանկության դեպքում, ինչ վերաբերում է Գալուզինի հայտարարությունը, ճանաչում թե չի հայտարարել, իրանով ավարտեցնում։ Պարզ է, իրանք չեն ուզում ոչ երկիր կորսը տնեն, որտեղ իրանք ասենք իրանք հետին բաններ, բակներ, ոչ էլ տարածաշրջանից դուրս մղվեն, որովհետև հենց հիմա դե բանի Իրանի միջուկային ծրագիրը պատժամիջոցների տակ է, հետևաբար ամբողջ տարածաշրջանում միջուկային էներգիայի կոպիտասած օգտագործում կա մենակ Իսրայելում եւ Հայաստանում։ Ուրիշ տեղ չկա։ Հետևաբար դա կրիտիկական է, իրանք կառուցում են Ակույում, Թուրքիայում, իրանք Բուշեր ահագին ներդրում են արաբանեն արը, բայց էլ Իրանի միջուկային ծրագրերը պատժամիջոցների տակ է, Թուրքիան դա պատրաստ չի։ Եվ Ռուսաստանի դուրս մղվելը դա նշանակում է, որ ինքը քարտեզի վրա մի ահռելի տարածաշրջանից դուրս է շպրտվում։ Ընդ որում իրանք լավ հասկանում են, որ Հայաստանից իրանք դուրս են շպրտվում։ Չնայած Նիկոլ Փաշինյանը յուր կառավարությամբ փորձում է պահել եւ շարունակում է պնդել, որ մանկապիղծ ռազմական հանցագործ Վլադիմիր Պուտինը իր լավ եղբայրն է, ընկերն է եւ արժեքային իրանք նույնն են եւ շատ մեծ հաճույք է ստանում մանկապիղծ ռազմական հանցագործի հետ շփվելուց, բայց միևնույնն է, իրանք ստերից դուրս են շփոթվում։ Ամերիկայի գալով։ Ոչ, մեր ցանկությամբ, ինչ կապ ունի Ամերիկան։ Թե բայց Ամերիկան է, չէ՞ օրինակ զբաղեցնում այդ տեղը։ Ամերիկան չի զբաղեցնում այդ տեղը, Ամերիկան զբաղեցնում է ատոմակայան չի կառուցվում, ամերիկյան այդ մոդուլներն են ձեռք։ Ամերիկյան մոդուլայինը ինքը այդ տիպի ատոմակայան չի, ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ հետո Հայաստանում կառուցվելու է նաև ֆրանսիական նախագծով, որը 5-ից 7 գիգավատ կտա, որը Հայաստանին անհրաժեշտ է արհեստական բանականության եւ քվանտային հաշվարկների համար անհրաժեշտ էներգիա բանանելու, ձևավորելու եւ ռուսական գազից վրձնելու համար։ Պետք է հասկանալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամպի օրոք իրանք հակառուսական քաղաքականություն չեն վարում, իրանք վարում են հակաեվրոպական քաղաքականություն։ Ընդ որում ես ասեմ, եթե Տրամպի impeachment-ը տեղի ունեցավ կամ մեծամասնությունը անցավ դեմոկրատներին ներկայացուցիչների պալատում կամ ինչ որ մեկ այլ բան տեղի ունեցավ եւ Տրամպը նորից շփոթեց եւ Հայաստանի փոխարեն մոդուլային ռեակտորներ ուղարկեց Ալբանիա կամ Կամբոջա եւ մենք չստանանք դրան։ Ամերիկան ստերից դուրս է թռնելու նույն արագությամբ, ինչով որ բանն է, որտեղ Ամերիկան դեսպան չունի։ Եվ այնպես չի, որ դա մարդիկ չեն նկատում։ Ես հասկանում եմ, որ Ադրբեջանում էլ նշանակված չէ, այնտեղ էլ է։ Ադրբեջանը ինձ հետաքրքրում է ամենավերջի պահին նարեկ, որտեղ նկատում եմ տարածաշրջանում, որ դեսպանները, որ հեռացել են, դեռ չեն համալրվել, այնպես չէ, որ հարցը նրանում է, որ Ադրբեջանի պարագայում, եթե իրանց դեսպանը նստած է Անկարայում, դա Ադրբեջանի համար կոնֆլիկտ չի, իսկ Հայաստանի համար կոնֆլիկտ է, որ քեզ ասեն անձնագիրը ուղարկում են Թուրքիա, որ վիզա խփեն, դուրդ կգա, ուղարկես, Թուրքիա չէ, Անկարա, հələ փորձելը ջանդան, Անկարա պետք է գնաս, որ վիզա ստանաս, կգնաս, հա, բայց դեռ տենց վերջնական բան չկա, օրինակ չեք ծայրահեղել։ Նարեկ ջան, խնդիրը նրանում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին պետական դեպարտամենտում, USAID-ում եւ think tank-երում տեղի ունեցած ջարդի շնորհիվ, որը տեղի է ունեցել անմիջապես Տրամփ-Վենս զույգի իշխանության գալուց հետո, այս տարածաշրջանի մասին տեղեկություն ունեցող մասնագետները զրոյացել են կամ ամբողջությամբ պեյսերով, կիպայով, այսինքն ամբողջությամբ հրեական թեմա են տանում։ Եվ երբ որ նախորդ ադմինիստրացիայի ներկայացուցիչները հարցազրույցներ էին տալի օգոստոսի 8-ից հետո եւ ասում էին մի արեք տենց բան, իրանք ձեզ ոչնչացնում են, մենք անում ենք, որ Հայաստանը լինի սուվերեն, հարգված ու արժանապատիվ երկիր, սրանք ինչ են անում, մենք չգիտենք։ Նիկոլը խնդում էր վրեկները, դե թող մտածեն իրանց վաղտ ինչեր, մեր վաղտ ոնց էր, որովհետեւ մասնագետներ կային, աշխատում էին եւ գիտեին, որ Հայաստանի եւ տարածաշրջանի հարաբերությունները
չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա, ինչ որ Վրաստանի եւ տարածաշրջանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի եւ Աստված մի արած Ղրղստանի եւ տարածաշրջանի։ Իսկ հիմիկվա ադմինիստրացիայի համար Հարավային Կովկասը հյուսիսային Դակոտայի չափ մի հատ տարածք կա, որտեղ ապրում է մոտավորապես նույնքան մարդ, ինչքան Սան Ֆրանցիսկոյում, ու իրանք տես դելա ջանդամ տարեք կպցրեք կենտրոնական Ասիային։ Այն մասնագետները, որոնք կմտնեն թուղթ ու գրիչով կամ սպիտակ բանին կապացուցեն, որ Հայաստանը չի կարա դիտարկվի սելջուկյան բազմության մեջ որպես կոմպոնենտ, այդ մարդիկ չկան։ Հետևաբար Ամերիկայի Միացյալ Նահանգներում չեն հասկանում, որ այն ամեն ինչ որ կատարվում է հիմա Հայաստանը տանել կցել կենտրոնական Ասիային կամ Հայաստանին վերաբերվող դիվանագիտական ինչ-որ հարաբերությունները տանել Անկարայով կամ Հայաստանին սպասարկող կորպորացիաների, ասենք, գրասենյակները պահել սելջուկյան բազմության մեջ, դա ներքին կոնֆլիկտ է, լրջագույն, ներս գծված կոնֆլիկտ է, եւ դա ապագայի համար լուրջ պրոբլեմ է։ Եթե դու երկարաժամկետ խաղաղություն ես ուզում, դու պետք է համապատասխան քաղաքականություն վարես, եղբայր։ Դու չես կարող դնես հավասարության նշան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Չես կարող ուղղակի։ Մի պարզ պատճառով, որտեղ Ադրբեջանը ստեղծվել է 18 թվին երկու հանցագործի կողմից։ Իսկ ադրբեջանցի էթնոնիմը 36 թվին։ Եվ Ադրբեջանը գոյություն ունի մենակ հայերին կոտորելով, ես հենց հիմա այդ կոտորածը շարունակվում է, հենց հիմա ինչ-որ քաղաքացիներ կան, որոնք ընդեր դատվում են, հենց հիմա եկեղեցիներ կան, որ բանից վերցնում են, հենց հիմա գերեզմանատներ կան, որոնք ոչնչացվում են, հենց հիմա Ադրբեջանը տոտալիտար երկիր է, իսկ Հայաստանը ժողովրդավարական։ Ոնց է հավասարության նշան դնում։ Կամ Թուրքիան եւ Հայաստանը։ Ոնց, ինչով։ Որտեղ է այն հիմքը, որը հավասար է։ Այդ հիմքը տգիտությունն է։ Տրամպի ադմինիստրացիայի տգիտությունը։ Մենակ էդ է։ Վենսի այցը որևէ օգուտ չտվեց Հայաստանին։ Ցանկացած այց ինչ որ օգուտ տալիս է, ինչ որ հարցեր առաջացնում է։ Ինձ մոտ ավելի շատ հարց է առաջացել, որովհետև օգուտը ես չեմ տեսել, քանի որ հետևում եմ դրան լրջորեն։ Ես գիտեմ, որ ցանկացած բան, որը խոսացել են օգոստոսի 8-ից սկսած, ընդհանրապես Վենս Տրամփ գալուց առաջ հետո, յուրաքանչյուր բան, ինչ որ խոսացել են, Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ քննարկված թղթին հանձնված բաներ են, կամ հայ-ամերիկյան ռազմավարական այդ համագործակցության խարտերի մեջ նշված։ Ինչ նոր բան է ասել։ Ոչ մի բան։ Մի հատ թուղթ 4 հատ թուղթ են ստորագրել օգոստոսի 8-ին, որոնցից յուրաքանչյուրի տակը գրած է, որ այս ընդամենը թուղթ է, դիվանագիտական, իրավական, քաղաքական հետևանքներ չունի, կողմերը պարտավորված չեն այս թղթով ոչ մի ձևով, հետո հա, հələ այսօր էլ բանը Նիկոլը Խելոք հայտարարեց, էլ ձև չուներ երևի բան անելու։ Այդ իր լրագրողն է, ով է իր խոսնակն է, հարցնում ասում է, Ադրբեջանում էլ է լինելու նենց որ խոսքի մեր քաղաքացիները ադրբեջանցի չհանդիպեն, ասում է, չէ, մենք ինչ գործ ունենք դրա հետ։ Ադրբեջանը մենք տրիպի անդամ չի, այդ մենակ տրիպի սահմաններում է։ Այսինքն ինչ է ստացվում։ Նոյեմբերի 9-ի բոլոր պահանջները կատարված են։ Հա? Ադրբեջանցի Հայաստան մտնելուց հայ չեն հանդիպելու, անցնելու են վզալ են գնան, ամեն ինչ ավտոմատացված է, իսկ եթե մի անասուն գտնվեց, ով որ ուզենա Ադրբեջանի տարածքով գնա, ինքը ռաստ է գալու, իրականական տենց հավեսով ձեռ են տալու, հավեսով, որ կասկած չլինի, որ փչացրել են։ Նստեցնելու են ավտո, քացով խփեն քամարին, ասեն դե գնա թե մերից դուրս կգաս, թե ճամփին կկորես։ Այն բանն էլ ապահովագրական ընկերություններ հանել տվել են Բիզդինա Իվանիշվիլին, Միյանի մեծ հայազգի բարեկամի։ Այս չի արածները։ Տրամփ Վենսի գալը դրական էր, որտեղ սա բացահայտվեց։ Արդեն էլ ռիսկ չի անում սուտ խոսը, աչքից դե Վենսը ասել է, ինչ կա ասել է։ Ավել բան չի կարող ասի, մենք Վենսի հետ ուրիշ բան ենք խոսած։ Ինչ կա Վենսը ասել է, բռնե ջնջել է ցեղասպանության հարցը, ցեղասպանության ինստիտուտ անգարանում գրած թուղթը ոնց որ ասենք բան, եզրան գերի բարեկամին, որ գնում ես բանի պանիխիդայի մոտավորապես տենց ասես ցավակցվում ու դուս ես գալու։ Եվ այս
Ամերիկա-ադրբեջանական համագործակցության շրջանակներում ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրվեց։ Հնարավոր է նաև հասնեն 907 բանաձևի չեղարկմանը, թե ոչ։ 907 բանաձևը բանինն է, կոնգրեսինն է, այսինքն ներկայացուցիչների պալատ սենատինն է, ինքը նախագահի մեջ։ Ну կարող է իհարկե, եթե Տրամպը ռազմական դրություն հայտարարեց, չեղարկեց ընտրությունները, հանգիստ կարող։ Ամեն ինչ կախված է, նարեկ պետք է հասկանալ, որ Տրամպը Ամերիկայում դիտարկվում է որպես ֆաշիստ, Մուսոլինի, հələ որ Մուսոլինի, դեռ ոչ Հիտլեր։ Բայց Էփշտեյնի բաներում իր անունը հազար անգամներով հանդիպում է։ Այսինքն ամբողջ Ամերիկան վստահ է, որ ինքը մանկապիղծ է, ինքը մարդկանց ինչ որ պագոն է տալի, ովքեր գնում են ուղղակի քաղաքացիների կրակում են, սպանում են, փողոցում։ Ամերիկացիները ոգևորված էին, ասում էին գա մեկը, որ իրապես աշխատի Ամերիկան Այդ ամերիկացիները, որոնք ոգևորված էին, հենց հիմա հարցումներով պարզվում է, որ այդքան էլ ոգևորված չեն։ Որտեղ իրանք չի սպասում, որ նոյեմբերին բան լինի, անվստահություն հայտնեն նոր նախագահ ընտրեն։ Նոր նախագահ չի լինում, ամերիկյան համակարգը տենց չի։ Եթե impeachment լինի, ընդ որում այնտեղ սենատն է պետք է անցնի դեմոկրատների կողմը, որ impeachment լինի, Վենսն է դառնալու նախագահ։ Բայց դել էլ մեզ էլ մի տեխնոֆաշիստ է։ Ես էլ բացի բաց գնում էր ասում էր Գրենլանդիա պետք է գրավեմ, Եվրոպան պետք է ոչնչանա, դուք մեր թշնամիներն եք, պետք է բաները ինչ որ տես դեգեներատները Ռուսաստանից փող ստացողները պետք է լինեն բան Եվրոպայի կառավարիչներ բաներ։ Իսկ պետք է հասկանալ, որ Ամերիկան այսօրվա դրությամբ դեստրուկտիվ է։ Ցավոք սրտի Ամերիկան այսօր կառավարությունը դեստրուկտիվ է։ Սա մեծ հաշվով ամերիկյան համակարգի ամենաթույլ բաները, այդ իդեալական փոթորիկներ, որը տեղի ունեցավ, եւ բոլոր թույլ կողմերը ի հայտ եկան։ Թե այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման օրվանից այդ տարբեր աղանդների ներկայացուցիչները, որոնք գնացել են այնտեղ եւ այդ բանը ասեն, սկսած նրանից, որ չգիտեմ, ինչ որ տղամարդիկ հավաքվում են, ասում են, այս կինը պետք է ամուրջ չանի եւ չգիտեմ, ինչ որ կանանց հարցերի մեջ են խառնվում, վերջացրած նրանով, որ անգրագետ մարդիկ հավաքվում են եւ որոշում են, որ այսօրվա աշխարհում, ասենք, չգիտեմ, Մոնրոյի դոկտրինը կարա աշխատի։ Կամ ասենք Ամերիկան կարա գնա Գրենլանդիան գրավի, կամ Մեքսիկան գրավի, կամ Կանադան պետք է դառնա 51-րդ նահանգը։ Մարդիկ կան, որ դրանք կողմ են, բայց այդ նույն տիպի մարդիկ են, որոնք որ Ռուսաստանում հետո գնացին Բախմուտի տակ սատկեցին։ Եվ Վենսը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին ընտրություններում, նշելով, որ Սա քրեական հանցագործություն է, որովհետև ինքը կարա աջակցություն հայտնի ժողովրդավարական գործընթացներին, բայց հայտնելով աջակցություն Նիկոլ Փաշինյանին, Վենսը կոպտագույն սխալ է գործել, որտեղ ինքը դե ֆակտո անում է ինչ որ անում է Եվրոպայում եւ ամենաոչ ժողովրդավարական ուժերը Եվրոպայում ստացել են Վենսի աջակցությունը։ Ցավոք սրտի ստեղ դա Փաշինյանն է, դե հիմա բարև ձեզ, ինչ անում։ Սա կոպտագույն սխալ է, դիվանագիտական նորմերի խախտում է։ Սրա համար, ասենք, չգիտեմ, вообще-то նորմալ երկրներում արտգործնախարարությունը պետք է հետևից նամակ ուղարկի, ասի քեզ խելոք բայ։ Քո գործը չի։ Արտգործնախարարությունը, որը նորմալ երկրի արտգործնախարարությունն է, ոչ թե Նիկոլի արտգործնախարարությունն է, որտեղ դու իրավունք չունես գաս ասես, որ դու Նիկոլ Փաշինյանին աջակցում ես։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես կուսակցության ղեկավար է։ Մեզ մոտ նույնիսկ նախագահական համակարգ չի։ Այսինքն Վենսը ինչ պատասխանատվություն է ստանձնում Նիկոլ Փաշինյանի բոլոր արարքների համար, ինքը ով է։ Ինքը նախորդ տարիների Նիկոլի կերած աղբոյի պատասխանատվությունը ստանձնում է։ Չէ, սա ֆանտաստիկ վիրավորական բան է, կայլ է։ Բացի իհարկե բանից, ցեղասպանության այդ թանգարանում տեղի ունեցածից եւ դրա հետ կապված, նաեւ սա դու ով դարար արա։ Ամեն մի ձիվան կենակցողը պետք է գաս տեղ ասի ինքը Նիկոլին բան անում աջակցում, թե չի աջակցում։
ֆանտաստիկ վիրավորական բան է։ Նիկոլի համար առաջի հերթին, որտեղ Վենսը նույն տիպի անբարոյական է, ոնց որ Տրամպը։ Ինչի մասին է խոսքը։ Եվ վերջում ինչ է կարծում գերիների հարցի հետ կապված ինչպիսի քննարկում կարող է լինել Ալիևի հետ Վենսը իր պատիվ նստելուց առաջ ասաց, որ անդրադառնալու են այդ թեմային։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան քննարկեն։ Դա էական հարց չի, նայ։ Իրականը մեական չի։ Այս պարագայում են ինչ-որ արդեն խոսացվել է, այս որ տրիպը տրվում է Կուշներին 49 տարով բանես, դա կարա տա։ Կարա նույնիսկ կարա ես Ալիևի փոխարեն մի հատ խելացի մարդներ կտար, ուղղակի հույսներս նա որ Ալիևն էլ անասում։ Չի դա ինքը տես պրինցիպալ հարցերում։ Ալիևը պատերազմի է պատրաստվում, նարեկ։ Ինքը առնում է կործանիչներ եւ ականանետներ։ Ալիևը պատրաստվում է այն պահին, երբ Ամերիկայի վեճը չի լինի եւ Նիկոլը բավականաչափ երկար ժամանակ եվրոպացիներին կնեղացնի ու կգցի։ Այդ պահին ինքը հարձակվելու է, մոռացեք, որ ստեղ ուրիշ բան է տեղի ունենում։ Այդ լոլոները խաղաղության մասին թողեք Նիկոլի եւ յուր 40 ավազակների, որոնք տեղում կհավաքվեն ու կթռնեն Հայաստանից դիզած փողերով։ Որ պատերազմը սկսի, պետք է ուղղակի դրանց հատ-հատ բռնել օդանավակայանի ճանապարհին սատկացնել։ Որ հանգարց մեկը Հայաստանից դուրս չգա, գերդաստաններով տանել առաջնագից։ Դա, բայց բռնության կոչեր մի հնչեցրեք։ Okay, դա բռնության կոչ չի, ասում եմ բռնել, տանել առաջնագից։ Դա բռնության կոչ ասեցիք։ Սատկացնել, դեպի ադրբեջանցի կանեն ոչ։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես շնորհակալ եմ։